760 տարվա առասպելը հաստատվեց։ Գեղարդի վերջին պահապանի նախնական մագաղաթը գտնվեց Նորատուսի խաչքարերի հետևում։ Անունս Աստղիկ Պետրոսյանն է, 81 տարեկան, խաչքարագիտության թոշակառու պրոֆեսոր, երբեք չէի երազել, որ 2024-ի ապրիլի 27-ին Նորատուսի խաչքարների գերեզմանատանը 900 խաչքարերից մեկի հետում կգտնեմ 760 տարեկան կնիկված մագաղաթ, գրված Մարիամ Գեղարդացու, Գեղարդի վերջին կին պահապանի կողմից, պարունակելով 47 սակրալ իմաստությունները մեկ մարգարեություն, որը փոխեց ամեն ինչ, ինչ մենք գիտեինք հայկական խաչքարների մասին։ Նորատուսը Սանա լճի արմտյան ափին, 90 կմ Երանից հյուսիս։ Մեծագույն պահպանված խաչքարների հավաքածուն աշխարհում, մոտ 900 խաչքարներ, 9-17 վրդդարերի, 7 հեկտար դաշտում։ Ես այցելել եմ Նորատուս 300 անգամ իմ կարիերայի ընթացքում, հետազոտելով յուրաքանչյուր խաչքարի քանդակները, մամուլները, խորհրդանշական իմաստները։ Բայց 2024-ի ապրիլի 27-ին տեսա ինչ-որ բան նոր։ Խաչքար 847 գտնվում էր գերեզմանատան հարավ-արևելյան անկյունում մամուլներով ծածկված 2-3 մետր բարձր 1268 թվականին քանդակված վարպետ Կիրամ Կազմողի կողմից, գրված էր ստորին աջ անկյունում։ Ես ուսումնասիրել էի այս խաչքարը 50 անգամ առաջ։ Բայց այդ օրը, արածակին, ժամը 06 12-ին, երբ արը դիպավ որոշակի անկյունով, տեսա ստվեր խաչքարի հետում։ Հետաքրքիր էր։ Խաչքարները սովորաբար թեք չեն։ Նրանք կանգնած են ուղղահայաց կամ մի փոքր թեք դեպի հետ, կայունության համար։ Բայց այս ստվերը ցույց էր տալիս, որ խաչքարի հողի միջ կար բացվածք։ Կանչեցի իմ նախկին ուսանող Անիին, 38 տարեկան, քարանոթագիտության մասնագետ։ Նա ժամանեց 1 ժամում։ Միասին զգույշ հետազոտեցինք խաչքարի հիմքը։ Բացահայտեցինք, որ խաչքարը տեղափոխվել էր մի փոքր, մոտավորապես 3 սմ երի երկրաշարժից, Նորատուսը գտնվում է սեյսմիկ գոտում։ Խաչքարի հետում, հողի մակերեսից 40 սմ խորության վրա, շոշափեցինք ինչ-որ բան պինդ։ Զգույշ փորեցինք։ Քարե տուփ։ 35-25 սմ։ Բազալտ։ Կնիկված մոմով արմատներով։ Սիրտս զարկեց արագ։ Ծածկույթի վրա փորագրում Մարիամ Գեղարդի պահապան 1264 1264 թվական 760 տարի առաջ։ Զգույշ բացեցինք տուփը։ Ներսում մագաղաթ։ Պատրաստված բանջարաքաղցի կաշվից, փաթաթված խիտ, կնիկված կարմիր մոմով։ Մոմի վրա խորհրդանիշ, Գեղարդի նիզակը։ Բացեցի կնիքը։ Ձեռնոցներով բացեցի մագաղաթը։ 23 էջ։ Գրված գրաբարով։ Առաջին տող ես Մարիամ Գեղարդի սրբավայրի 12-րդ կին պահապանը, օգոստոսի 15, 1264 թվականին, գրում եմ այս մագաղաթը թաքցնում այն Նորատուսի 847 վրդ խաչքարի տակ, որպեսզի ապագա սերունդները իմանան ճշմարտությունը խաչքարների մասին։ Ոչ թե քարեր են։ Ոչ թե դամբարանային կոթողներ են։ Դրանք ավելի շատ են։ Դրանք աղոթքներ են քարում։ Դրանք հոգևոր դռներ են երկնքի։ Դրանք պաշտպանություն են չարից։ Ես եմ սովորեցրել 47 սակրալ իմաստությունները, փոխանցված 12 սերունդ պահապանների կողմից, 320 տարի։ Հիմա ես գրում եմ դրանք ձեզ համար։ Մարիամը Գեղարդի 12 վրդ կին պահապանը 47 սակրալ իմաստությունները տարածեցի մագաղաթը Հայաստանի պատմության թանգարանում։ Հաջորդ 6 ամիսները ես 4 մասնագետներ, 2 լեզվաբաններ, 1 հոգոր պատմաբան, 1 մատենագիր աշխատեցինք վերծանելու մագաղաթը։ Մարիամի 23 էջերը բաժանված էին 5 բաժինների։ Բաժին 1. Պահապանների պատմությունը, էջեր 1-4։ Մարիամը նկարագրում էր 12 սերունդ կանանց, Գեղարդի վանքի գաղտնի պահապանները։ Առաջին թագուհի 944 թվականին, երբ Գեղարդը դարձավ Լոնգինուսի նիզակի, խաչի նիզակ սրբավայր։ Յուրաքանչյուր կին պահապան ուսուցանել էր դստեր իր կամ ընտրել երիտասարդ աղջկա։ 12 սերունդ, 320 տարի, 944, 1264։ Նրանց դերը պահպանել վանքի ամենասրբազան գաղտնիքները։ Օրհներգերը, ծիսակատարությունները, խաչքարների իմաստությունները, բուժման մեթոդները։
Բայց 1264-ին Մարիամը դառնում է վերջինը։ Իմ դուստրը մեռավ ծննդաբերությունից։ Իմ քույրերը, ովքեր կարող էին սովորել, ամուսնացան, հեռացան։ Ավանդույթը վերջանում է ինձ հետ։ Բայց իմաստությունը պետք է ապրի։ Ուստի թաքցնում եմ այս մագաղաթը նորատուսում, որտեղ 900 խաչքարներ կպաշտպանեն այն հավիտյան։ Բաժին 2, 47 սակրալ իմաստությունները, էջեր 5, 18։ Ամենամանրամասն բաժինը։ Մարիամը գրում էր 47 հոգոր պրակտիկ սկզբունքներ խաչքարների մասին։ Իմաստություն 1. Խաչքարը ոչ թե հուշարձան է։ Այն աղոթք է քարում։ Երբ վարպետը քանդակում է խաչքարը, նա աղոթում է յուրաքանչյուր հարվածով։ Քարը դառնում է աղոթքի ֆիզիկական տեսք։ Ուստի խաչքարը չի մեռնում։ Այն աղոթում է հավիտյան։ Իմաստություն 7. Խաչքարի խորհրդանշական կոմպոզիցիա։ Կենտրոնում խաչը, Քրիստոսի խաչը։ Խաչի տակ ռոզետը, արի անիվը, այն ներկայացնում է հավերժությունը։ Շուրջը խաղողի փնջերը, Քրիստոսի արյունը։ Վերում եռանկյունը, Սուրբ Երրորդությունը։ Յուրաքանչյուր տար ունի իմաստ։ Միասին նրանք են ամբողջական աղոթքը։ Իմաստություն 12. Խաչքարները պաշտպանություն են։ Երբ դու կանգնած ես խաչքարի առջ աղոթում, խաչքարը դառնում է հոգոր վահան։ Չարը չի կարող անցնել խաչքարի միջով։ Ուստի մենք տեղադրում ենք խաչքարներ գերեզմանատներում, պաշտպանելու մեռելներին։ Տեղադրում ենք խաչքարներ վանքերի շուրջը, պաշտպանելու ապրողներին։ Իմաստություն 23. Երբ վարպետը քանդակում է անունը խաչքարի վրա, նա փակում է հոգին քարի մեջ։ Ոչ թե մարմինը։ Հոգին։ Այսպիսով մեռյալը շարունակում է ապրել խաչքարում։ Երբ դու շոշափում ես խաչքարը, դու շոշափում ես այդ հոգուն։ Իմաստություն 34. Լուսնի ցիկլերը խաչքարները։ Լիալուսնի գիշերը, եթե կանգնած ես խաչքարների դաշտում, ինչպես նորատուս, դու կլսես աղոթքները։ Բոլոր խաչքարները միասին աղոթում են։ Դու չես լսի բառերը, բայց կզգաս թրթիռը մարմնում։ Սա խաչքարների աղոթքն է։ Իմաստություն 47. Վերջին իմաստությունը։ Խաչքարը հավիտենական է, քանի որ աղոթքը հավիտենական է։ Մարմինները մեռնում են։ Քարերը փճանում են։ Բայց աղոթքը երբեք չի մեռնում։ Այն փոխանցվում է քարից քար, սերունդից սերունդ, հավերժ։ 47 իմաստություններ։ Յուրաքանչյուրը խորը, բարդ, գեղեցիկ։ Տարբեր հայեցակարգի միջ խառնուրդ, հոգոր փիլիսոփայություն, պրակտիկ ուղեցույցներ, հնագույն հայկական կրոնական տեսություններ։ Բաժին 3. Ինչպես ստեղծել խաչքար, էջեր 19-21։ Մարիամը նկարագրում էր ողջ գործընթացը քանդակելու խաչքարը։ Քայլ 1. Ընտրել ճիշտ քարը։ Բազալտը լավագույնն է, կայուն, երկարատ, հեշտ քանդակելի։ Քարը պետք է լինի առանց ճաքերի, մաքուր։ Քայլ 2. Պոստ աղոթք 3 օր նախքան սկսելը։ Վարպետը պետք է լինի հոգորապես մաքուր։ Քայլ 3. Նկարել դիզայնը։ Յուրաքանչյուր խորհրդանշանը պետք է ճշգրիտ դիրքում լինի։ Խաչը միշտ կենտրոնում։ Քայլ 4. Քանդակել աղոթելով։ Յուրաքանչյուր հարված ծեծարանով է աղոթքի մաս։ Վարպետը աղոթում է ամբողջ գործընթացի ընթացքում։ Քայլ 5. Օրհներգ երգել, երբ ավարտվի։ Խաչքարը պետք է օրհնվի աղոթքով երգով նախքան տեղակայումը։ Քայլ 6. Տեղադրել դեպի արելք։ Խաչքարները միշտ երես են դեպի արելք, Երուսաղեմի ուղղությամբ։ Բաժին 4. Նորատուսի լեգենդը, էջ 22։ Մարիամը պատմում էր պատմությունը, որը հետագայում դարձավ նորատուսի ամենահայտնի լեգենդը։ 1238 թվականին, երբ մոնղոլները արշավում էին Հայաստանում, նորատուսի գյուղացիները վախեցան։ Բայց մեր բարբար պահապանը, Սահակ քահանան, ունեցավ ծրագիր։ Նա հրահանգեց գյուղացիներին դնել սաղավարտներ խաչքարների վրա, հենել սուրեր դրանց կողքին։ Հեռվից մոնղոլները տեսան 900 զինված մարդիկ, թվում էր հսկայական բանակ։ Նրանք նահանջեցին։ Խաչքարները փրկեցին գյուղը։ Բայց ճշմարտությունն ավելի խորն է։ Սաղավարտները սուրերը օգնեցին, այո։ Բայց խաչքարների հոգոր ուժը նա պաշտպանեց մեզ։ Աղոթքները, որ փակված էին քարերում 300 տարի, արտազատվեցին այդ օրը։ Մոնղոլները զգացին ինչ-որ բան։ Վախ։ Սրբազան վախ։
Եվ նրանք հեռացան։ Բաժին 5, Մարգարեությունը, էջ 23։ Վերջին էջը։ Մարիամի անձնական խոսքերը։ Ես 67 տարեկան եմ։ Եղել եմ Գեղարդի պահապան 45 տարի։ Տեսել եմ շատ պատերազմներ, շատ կորուստներ, շատ չարիք։ Բայց նա տեսել եմ հավատքի ուժը քարերում։ Գիտեմ, որ ապագայում Հայաստանը կտառապի ավելի շատ։ Պատերազմներ, ներխուժումներ, ցեղասպանություն։ Բայց նա գիտեմ, խաչքարները կպաշտպանեն մեզ։ Ոչ ֆիզիկական։ Հոգոր։ Քանի դեռ խաչքարները կանգնած են, հայկական հոգին ապրում է։ Մարգարեություն, 760 տարի անց ինչ-որ մեկը կգտնի այս մագաղաթը։ Երբ գտնեն, դա կլինի նշան, որ Հայաստանը դարձավ ուժեղ կրկին։ Երբ այդ ժամանակը գա, պատմեք աշխարհին։ Խաչքարները ոչ միայն հուշարձաններ են։ Դրանք հայության հոգին են քարում։ Թաքցնում եմ այս մագաղաթը Նորատուսի խաչքար 847-ի տակ։ Քանդակված վարպետ Կիրամ Կազմողի կողմից, իմ ընկերը։ Նա գիտի, որ ես դնում եմ գաղտնիք այստեղ։ Նա խոստացել է երբեք ոչ ոքի չպատմել։ Մագաղաթը կսպասի 760 տարի։ Կամ 1,000 տարի։ Կամ հավիտյան։ Բայց երբ գտնեն, ճշմարտությունը կարտազատվի։ Մարիամ, Գեղարդի 12-րդ վերջին կին պահապան, օգոստոսի 15, 1264։ Խաչքարների աղոթքները ձեր հետ։ 2024-ի հոկտեմբերի 10-ին հրապարակեցինք մագաղաթը։ 760 տարեկան Նորատուսի գաղտնի մագաղաթը, խաչքարների կորած իմաստությունները։ Հայկական հոգոր գիտական հանրությունը ցնցվեց։ Ինչպես 760 տարի մագաղաթը պահպանվեց կատարյալ վիճակում խաչքարի տակ։ Պատասխանը եղավ խորը։ Մարիամը ընտրեց խաչքար 847 ռազմավարական։ Կիրամ Կազմողը քանդակել էր այն 1268-ին, 4 տարի Մարիամը թաքցրել էր մագաղաթը 1264-ին։ Նա գիտեր Մարիամի գաղտնիքը քանդակեց խաչքարը մի փոքր ավելի հաստ հիմքով, ստեղծելով պաշտպանված տարածք մագաղաթի տուփի համար։ Բազալտի քարե տուփը, հերմետիկ կնիկված, պաշտպանեց մագաղաթը 760 տարի։ 2025-ի փետրվարին ստեղծեցինք խաչքարների իմաստության կենտրոնը Նորատուսում։ Փոքր շինություն գերեզմանատան մոտ։ Ներսում։ Սենյակ 1, Մարիամի մագաղաթը, բնօրինակ, հատուկ կլիմա վերահսկվող տուփում։ Սենյակ 2, 47 սակրալ իմաստությունները, ցուցադրված 47 փոքր փաստաթղթերով, յուրաքանչյուրը հայերեն-անգլերեն։ Սենյակ 3, ինտերակտիվ ցուցադրություն, ցույց տալով, թե ինչպես քանդակել խաչքար, վիրտուալ իրականություն։ Սենյակ 4, Մարիամի պատմությունը, 12 սերունդ կին պահապանների։ Առաջին 8 ամիսը 52,000 այցելուներ։ Բայց ամենամեծ պահը եղավ 2025-ի օգոստոսի 15-ը։ Ճիշտ 761 տարի անց, երբ Մարիամը թաքցրեց մագաղաթը։ Կազմակերպեցինք հատուկ արարողություն Նորատուսում։ 800 մարդ հավաքվեցին գերեզմանատանում, 900 խաչքարների միջ։ Լիալուսնի գիշեր։ Մենք կանգնեցինք լռության մեջ 23։ 00-ին Մարիամի իմաստություն 34-ը ասում էր, լիալուսնի գիշերը կանգնիր խաչքարների միջ կլսես աղոթքները։ 800 մարդ կանգնած էին լռության մեջ։ Լուսինը լրիվ էր։ Արծաթագույն լույսը լուսավորում էր 900 խաչքարները։ Եվ մենք լսեցինք։ Ոչ բառեր։ Ոչ երաժշտություն։ Բայց թրթիռ։ Նուրբ թրթռում մարմնում, ինչպես քամին փչում է խաղողի դաշտի միջով։ 800 մարդ զգացին միաժամանակ։ Մի քանիսը սկսեցին լալ։ Խաչքարների աղոթքը։ 760 տարի անց Մարիամի իմաստությունը հաստատվեց։ Այսօր 2025-ի նոյեմբերի 1-ին 47 սակրալ իմաստությունները դարձել են հայկական ուխտագնացության հիմքը։ Մարդիկ այցելում են Նորատուս ոչ միայն տեսնելու խաչքարները։ Նրանք գալիս են հասկանալու դրանք։ Մարդիկ գալիս են լիալուսնի գիշերները կանգնում են լռության մեջ, լսելու աղոթքները։ Մարդիկ գալիս են շոշափելու խաչքարները, զգալու փակված հոգիները։ Մարդիկ գալիս են աղոթելու, ավելացնելու իրենց ձայնը 900 քարե աղոթքներին։
Եվ յուրաքանչյուր օգոստոսի 15-ին Մարիամի օրը մենք վերադառնում ենք Խաչքար 847։ Կանգնում ենք այնտեղ, որտեղ նա թաքցրեց իր մագաղաթը։ Կարդում ենք նրա վերջին խոսքերը բարձրաձայն։ Քանի դեռ խաչքարները կանգնած են, հայկական հոգին ապրում է։ Եվ մենք հասկանում ենք, Մարիամը ճիշտ էր։ 760 տարի, 900 խաչքարներ կանգնեցին նորատուսում։ Պաշտպանեցին մագաղաթը։ Պաշտպանեցին գաղտնիքները։ Պաշտպանեցին հայության հոգին։ Եվ այսօր, երբ մենք կանգնած ենք խաչքարների մեջ, երբ շոշափում ենք քարերը, երբ լսում ենք աղոթքները, մենք զգում ենք Մարիամի ներկայությունը։ 12-րդ վերջին կին պահապանը, ով մեռավ 1264-ին, բայց ով հաղթեց մահվան, թաքցնելով իր իմաստությունը քարի տակ, սպասելով 760 տարի, մինչ ինչ-որ մեկը լսի։ Եվ մենք լսեցինք։ Խաչքարները դեռ կանգնած են։ Աղոթքները դեռ ապրում են։ Մարիամի ձայնը դեռ խոսում է։ Հավիտյան։ Վերջ։